Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս ելի ժողովուրդ, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Ուրեմն ես այսօր լսեցի մի տիկնոջ, ով շատ ծանր էմոցիոնալ վիճակում գրոհեց Հայաստանի Հանրապետության վարչապետ կոչված Բոզի տղու վրեն եւ ասում էր հետո իմ երեխային, խոսքը գնում էին Ազատավան գյուղ, եթե չեմ սխալվում, այդ գյուղի 15 վարված զինվորների մասին։ Եվ ինչա պատասխանում ընկեր վարչապետը, ասում է ես 10 հոգու գործից հանել եմ։ Դե հիմա արի այդ անասոնի ծնունդին, այդ հոգեկան հիվանդին, ով 5 տարի առաջ ասում էր հələ մարտի 1-ը բացահայտված Ռոբերտ Քոչարյանը պիտի դատվի, ու մինչև այսօր հələ բացահայտվում է, հələ Ռոբերտ Քոչարյանը դատվի մարտի 1-ով, ասում է ես գործից հանել եմ։ Տավարի ծնունդ, Բոզի տղա, ուրիշ բառ չեմ կարող գտնել։ Մարդը 15 հոգու դրած ֆառած մասկանց գործի չեն հանում, դատում են, դուք դատել բառը գիտեք, թե չգիտեք։ Դուք բխսեցիք հանցագործության վայրը, վերացեցիք բոլոր հետքերը, առանց, հələ նախաքննություն չեն սկսվել, հələ պարզ չէր ինչ տեղի ունեցել։ Երկրի վարչապետ հելավասմազին որը կանեց տրով, բենզինը շպրտեց, բռնկվավ, վառվավ։ Տղա, դու ընդեղ ես եղել, հոգեկան Բոզի տղա, դու ընդեղ ես եղել։ Ոչ մեկը տեղ չէր, ոչ մեկը տեղ չէր կարող ասել ինչա տեղի ունեցել, դու հելատես բթսրից, քո նախաքննությունները տեղ շարունակես բխսելով դեպքի վայրը։ Մեկն ասում է կրավատների վրա մահացած են եղել, մյուսն ասում է կայնած են եղել, մեկն ասում է դռների դեմն են եղել։ Այդ ոնց է 15 հոգին մի վայրկյանում քնան, Իլավ, այդ չեմ ուզում դրա մեջ մանրանամ, ես ուրիշ բան նկատի ունեմ, ես ուրիշ բանի համար եմ ուզում խոսել, ես ուզում եմ խոսել այդ ծնողի, այդ մոր վիճակի մասին, որ ես տեսա, այդ լսեցի, այդ կնոջ ապրումները երին վրա, դա թողեց շատ խիստ բացական ազդեցություն։ Ուրեմն ես հրապարակայնորեն այդ տիկնոջը, որի ոչ անունը գիտեմ, ոչ ազգանունը գիտեմ, ուղղակի ասում եմ, այն ինչ որ այսօր ես տեսա եւ լսեցի, տիկին ջան, ես ձեզ եւ ձեր դեմքով բոլոր այն ծնողներին, որոնք որ ձեր նման տանջվում ու տառապում են, այդ 15 վարվածների, հրապարակայնորեն խոսք եմ տալիս, Բոզի տղու քֆուր եմ ուտում, երսվում եմ իմ ծնողով, որ ձեր երեխաների վառելու դեպքը ես բացահայտելու եմ կառավարության ղեկը ստանձնելու հետ առաջին օրը։ Բոլոր այն դատախազներն ու քննիչները, այն արտակարգ իրավիճակի ծառայողները, որոնք որ պղծել են դեպքի վայրը, որոնք որ իրավունք չունեին մտնելու ընդեղից ինչ-որ մի բան դուրս բերելու մինչև քննչական գործողությունը չավարտվի։ Բոլորին անձամբ ես եմ հարցակնելու։ Ես մի կողմս նստած ալնելու դատախազը, մի կողմը զինվորական դատախազը, մի կողմը քննչականի բնապետը, մի կողմը ազգային անվտանգության ծառայության ղեկավարը եւ ես եմ հարցակնելու։ Ուրիշ ոչ մեկի չեմ վստահելու։ Պիտի բերեմ իմ կաբինետ, ասեմ ասատենան, որ մտար այդ դոմիկը, մարդիկ զինվորները պարկած էին քնա, ինչ դիրքով ես գտե, ով է քեզ հրաման տվե, փախցել դեպքի վայրը։ Պատասխանատալու զինվորական դատախազը, պատասխանատալու Աննա Վարդապետյան պոռնիկը, պատասխանատալու քննիչը եւ այդ բերդում գտնվող երիտասարդին, ու հիմա վեկալի մտով կանեստը անձամբ ես եմ հարցակնելու։ 72 ժամ ոչ ավել հրապարակայնորեն ասելու եմ, ով ինչ եւ այլն։ Մեղավորներին հանձնելու եմ ձեր ձեռը։ Ես հանձնելու եմ ձեր ձեռը։ Հիմա ուզում են ասեն սուիցիդ անեմ, կապ չունի։ Այդ 15 հոգու, դրանից շպրտած անցնելու եմ Սուրմալուից շպրտած անցնելու եմ հոկտեմբերի 27-ով, անցնելու եմ 44-րդ պատերազմով, բոլոր են արհավիկներն են, փորձանքները, որոնք ես Բոզի տղեկը բերեցին են ժողովրդի գլխին, դրանցով եմ անցնելու առաջնահերթությունով։ Ես ձեզ հրապարակայնորեն խոսք եմ տալիս, ասում եմ, ես ձեր վիճակը տեսա, ես ձեզ ձայնը լսեցի, ես պատկերացեցի, դա իմ մեզն է։ Ես ձեր մեջ տեսա իմ մորը։ Ես խոսք եմ տալիս ձեզ, ես նորից եմ կրկնում։ Միակ մարդը, ով
ձեզ խոսքա տալիս, ու ասում եմ չանողը, պորնիկի ծնունդը, ալամը իմ տուն ու տեղը տնի եմ բանից անի, եթե ես այդ գործը առաջնահերթության սկզբունքով չվերցնեմ իմ վարույթ ու ես անձամբ ճարտակներ երկրի վարչապետ ալով։ Հրապարակը խնդրում եմ տարածել ողջ յուրաքանչյուր քաղաքացի դա, ով որ կողից կասի ադիասեմ, ասում ես կնա մամայի դեմ բանից անեմ ես։ Դրանք դատվելու են համատարած, ինչ վերաբերում է 10 հոգու գործից, ուզում ես 100 հոգու գործից անի, հոգեկան բոզի տղա, մարդկանց են վառը, ինչ գործից անել, դիվերսիա ես արել, ինչ գործից, եթե լավ սուրման ասում է, գմփիկա, գմփիկի շենքը մեջտեղից ճակում, ասում է, հելը կնացեք ընդիմադիզերին բանասեք, ուրա կեզ ընդիմադիր, չտի մորը կուլ է, թե տաշվիլ է ընդիմադիրա կո համար։ Դարյու միասա, ռոբիկ ընդիմադիրա կոն, ընդիմադիրա 8 տարի, դատախազել էր կոնը, արգիշնել էր կոնը, սաղը կալանավոր է ռոբիկին, քչես կալանավոր է, բասվի տաղա, խիտադված շի, 8 տարի աղեք, ես ասում ես մարդի մեկը բացայտված, իչն է բացայտված, ուրա, հերի խալի բասկած գժի տեղ տնես կո, հոգեկան հիվանթալով, սաղին կեթերեն ասալտին, ում ես պրը ասվածին, Սերժին ես պրե, Ռոբին ես պրե, Թետրին Միհանին ես պրե, Գագի Խաչատրյանին ես պրե, ում ես պրե ասվածին, Վովային ես պրե, Արշակին ես պրե, 8 տարի, հիմա նորից հելել ես լույ երկը նորից երկում ես, ով է քեզ հավաքես, այդ հավատացողը պիտի Սևանի հոգե բուժարանի ամենավերջի հոգեկան հիվանդը լիչես, էտա քո ընտրազանգվածը, որ քեզ հավատա։ Ես իմ խոսումը տվեցի, այսքանը, տարածեք։